Պարոն Խաչիկյան, նախ կուզեմ սկսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գտնվելուց, համեմատության մեջ, որ չեն սիրում, հետո սիրում են Ռուսաստանին, բայց գնում են նաև Ռուսաստան մասնակցելու արարողությանը, 2 օր առաջ դրանից հայտարարում են ազգային ժողովում, որ Հայաստանում Ռուսաստանի շպիոններ կան, ընդդիմության անդամների նկատի ունենալով, ինչի համար է, ինչ ակնկալիքով է նախ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հիմա։ Բոլորին պարզ է, որ նա այնտեղ է, որովհետև պարտվել է, որովհետև իր արտաքին քաղաքականությունը նախ չկա, որովհետև մարդիկ չեն կարողանում որոշել Արևմուտքի հետ են ուզում, թե Ռուսաստանի հետ են ուզում, եւ հետո եկան երկուսի մեջը ընկան, մեջտեղը ընկան, կառավարություն մեր արտաքին քաղաքականություն մենք չունեցանք։ Նա ստիպված է գնացել Մոսկվա, բոլորը դա գիտեն, որովհետև Արևմուտքից իր բոլոր խոստումները եղավ ի ոչինչ, եւ այնտեղ նստած է, նա ոչ հասկանում է Ռուսաստանը ինչ է, ոչ հասկանում է այս հաղթանակը ինչ է, նա հաղթանակի հետ ընդհանուր բան քիչ ունի, ավելի շուտ պարտության, կապիտուլյացիա եւ դավաճանության հետ, այսինքն սա մենք ավելի ստոր վիճակում ենք հիմա գտնվում, քանի որ դաշնակցի հետ պետք է արժանապատիվ հարգանքով վերաբերվես, դաշնակցի հարգես, որ ինքն էլ քեզ հարգի, մարդկանց մեջ էլ է այդպես, իսկ սա բոլորը պարզ է, որ սա ստիպված քայլ է։ Որովհետև նաև նշում էին, որ հիբրիդային պատերազմ է Հայաստանում, Ռուսաստանից փողեր են ստանում, այս մասին հայտարարությունները ազգային ժողովում 2 օր առաջ է լինում այս ամեն ինչից։ Հայաստանում պետք է ընդունվի օրենք, որ ամեն մարդ իր ասացի համար պետք է պատասխան տա։ Եթե դուք մեղադրում եք ինչ-որ մեկին, որ նա Ռուսաստանի շպիոն է, պետք է հենց այդ օրը ապացույցները ներկայացրեք դատախազություն եւ թող սկսվի քրեական քննություն։ Երբ որ պարզվի, որ դուք այդ ապացույցները չունեք, դուք եք դատվելու զրպարտության համար։ Ամբողջ աշխարհով այսպես է արվում։ Եթե դուք ինչ-որ մեկին զրպարտում եք, դուք պետք է պատասխան տաք։ Իսկ այն ինչ որ մենք գիտենք, դա այն է, որ նրանք հանդիպում են մուրի հետ։ Արտաքին ուժերի, այսինքն Բրիտանիայի հետախուզության շեֆի հետ մեր ղեկավարը 3 անգամ կամ 2 անգամ առնվազն մենք գիտենք հաստատ հանդիպել է։ Որ երկրի ղեկավարն է հանդիպում մի ուրիշ երկրի հետախուզության ղեկավարի հետ, ինչու է նա հանդիպում։ Այսինքն որպեսզի հաջորդ հանձնարարականը ստանա։ Արցախը հանձնեց պրծավ, հիմա Սյունիքի հարցով է զբաղվում, այնտեղ իրեն հուշում են, որ դա թող հանձնի։ Այսինքն մարդիկ մի բան անում են, բայց ուրիշներին են մեղադրում։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ են նրանք ստացել միայն լրագրողների գլուխը լվանալու համար։ Իրենց սայթի վրա գնացեք, USAID-ի սայթի վրա գնացեք նայեք, գրած է 300-ից ավել ժուրնալիստ տրեյնինգ են ստացել արևմտյան փողերով։ Մենք գիտենք, որ նրանք անընդհատ հանդիպում են մուրի հետ։ Իրենց բոլոր քաղաքական այդ որոշումները համապատասխանում են Արևմուտքի եւ Թուրքիայի շահերին։ Դա փաստ է։ Ուղղակի նայեք փաստերին։ Բայց հետո նրանք ուրիշներին են մեղադրում։ Ասում են լավագույն պաշտպանությունը դա գրոհն է։ Այսինքն նրանք իրենց արածը թաքցնելու համար ուրիշների վրա հարձակում են։ Թող ապացուցեն, թող գտնեն 7 տարի իշխանության են, այդ բոլոր խոստումները, թալանը հետ կբերենք, ինչ եղավ դա։ Որտեղ է այդ թալանը։ Թող ցույց տան, ես այդ ուրիշ թվեր ունեմ, հետո այդ ինչպես եղավ, որ կոռուպցիայի հետ պայքարելու խումբը այսպես միանգամից հարստացավ։ Այդ ոնց եղավ։ Այսինքն դուք նույն բանը արեցիք, ինչ որ այն մարդիկ, որոնք ձեզանից առաջ էին։ Նույն բանը, այդ խնամի ծանոթ բարեկամ ինստիտուտը տենց էլ մնաց, կոռուպցիան տենց էլ մնաց, ինչ որ չնչին գումարներ վերադարձեցիք, մեծ մասը չգտաք, այդ 50% տվողներին մենք չտեսանք, այսինքն տեսեք ինչ պրոպագանդա էր, ինչ քարոզչություն էր այստեղ գնում, որպեսզի մեր ժողովուրդը լարել արցախցիների դեմ, լարել մեր ղեկավարության դեմ, որը շատ սխալներ գործել է եւ միշտ իրancs քննադատել եմ դրա համար, բայց ամեն երկրում կան Պրոբլեմներ ամեն երկրում կա եւ կոռուպցիա եւ խնդիրներ։ Հայրենիք հանձնելը կոռուպցիայի հետ պայքարելու ձև չի, բայց մեզ համոզեցին հենց այդ տասնյակ միլիոնավոր դոլարներ ստացողները, որոնք իրանք իրենց հետո ստուգում են։ Այսինքն մարդը փող ավելցնում, հետո ինքը իրան ստուգում է, փողոցելա թե չէ։ Մենք ինչ որ հոգեբուժական կլինիկա է դարձել, սա հանրապետություն էլ չի։ Կոռուպցիայի խոստումներից նշեցիք, հենց կոռուպցիայի թեմայով հարց ու պատասխանի ժամանակ շորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը պայթեց, հիստերիկացավ, շարժումներ էր ցույց տալիս գլխատելու, ածխուցերով էր սպառնում ընդդիմադիրներին, բացայից սպառնալիք էր դա էլի։ Ինչու համար էր սա։ Որովհետև դա իր ամենաթույլ տեղն է։ Նրանք խփեցին իր ամենաթույլ տեղին, որ դա հերթական սուտն էր։ Իր հիմնական խոստումը ժողովրդին նա բոլոր հարցերով խփեց, բայց իր հիմնական խոստումը այն էր, որ նա կոռուպցիայի դեմ պայքարելու է։ Պարզվեց նա եկավ, որ իր խումբը հիմա այդ կոռուպցիայով զբաղվի։ Թվեր են հրապարակվել, ես այդ հարցերով չեմ զբաղվում, բայց սայթ կա, ինձ ասեցին, որ հետ կա, այդպիսի լրատվամիջոց կա, որտեղ հրապարակվել են այն մարդիկ, ովքեր փողոցից եկած դառան միլիոնատեր։ Այդ ոնց եղավ։ $20,000 առաջի կլասի տոմսով գնալ ֆրֆռալ Լոս Անջելեսում հետ գալ, հետո ասել ես չգիտեի։ Այսինքն այդ մարդուն իհարկե, դες որ բարձրացնում են երկրորդ հարկ Boeing-ում, ձեզ տալիս են ձեր սեփական սենյակը, որտեղ բան կա, հեռուստատեսություն եք նայում,
այլ բանը գալիս է ստյուարդեսան պարում է ձեր կողքը։ Այդ երևի դրան համար անակնկալ էր։ Այսինքն դա իրանց ամենաթույլ տեղն է, դրա համար են այսպես պայթում, որտեղ բոլոր հարցերով մեզ խաբեցին։ Իսկ իր այդ պահելու ձևը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ բացարձակ անմեղսունակ խումբ է։ Այդ լակոտությունը պարլամենտում այսպես իրան պահելը, այսպես ժեստեր անելը, եւ այնտեղ կան իհարկե խանգարումներ, այնտեղ լուրջ խնդիրներ կան հոգեբուժական, հոգեբանական։ Նաև օրվա խորհրդի հետ կապված մայիսի 9-ն է, դուք եկել եք Արկենքի տուրք մատուցելու, տարիներ շարունակ մեր համար Հայաստանում եռատոն է սա եղել, ոչ միայն հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է եղել, նաև Շուշիի ազատագրում, Արցախի բանակի ստեղծման ձևավորման օր։ Այսօր աղբը Արմեն Գրիգորյանը նշում է, որ իր համար եռատոն չի այլևս։ Ծնունդով Շուշեցի մեր պաշտոնյան։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց ես գիտեմ մենակ մի բան, որ այս կառավարությունը հաղթանակի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Այս կառավարությունը մեզ բերեց մեծագույն պարտության, ողբերգության, կոտրեց մեր ժողովրդի ոգին, մեզ էլի դարձրեց պարտված ազգ։ Վերջի 100 տարվա ընթացքում մենք այսպիսի ողբերգություն չենք ապրել։ Նրանք հաղթանակի հետ որևէ ընդհանուր բան չունեն, նրանք ավելի լավ է խոսեն կապիտուլյացիայից, դավաճանությունից, իրենց սեփական ժողովրդին դավաճանելուց։ Իսկ իրա Մոսկվա գնալը ասեցի, դա խղճուկ ինչ-որ այսպիսի ժեստ է, ստիպված, բոլորը տեսնում են, որ սա ստիպված ժեստ է։ Մեզանից խլեցին մեր տոնը, այո, մեզանից խլեցին Արցախը եւ մեղադրում են երրորդ ուժերին։ Այն խմբակը, որը ուրախանում է, որ արցախցիները գնում են Հայաստանից, ասում են ջինգալի հացի հոտ է գալիս ուրիշ երկրներից, այսինքն նրանք ուրախանում են, որ արցախցիներից պրծել են։ Եվ նրանք տարիներով մեզ սովորացնում են, որ արցախցիները մեր թշնամին են։ Եվ այդ խումբը Ռուսաստանին մեղադրում է, որ Ռուսաստանը մեր տեղը չգնաց կռվելու, երբ որ մենք ասում ենք, որ Արցախը մեր գործը չի։ Այսպիսի բան մարդկության պատմության մեջ չի եղել, որ մի ժողովուրդ ասի, այս մասը իմը չի, թող երրորդ երկիրը գա կռիվանի դրա համար։ Մենք մեզ դրեցինք ծիծաղալի, ստորացված վիճակի մեջ։ Եվ այդպիսին է հիմա Մոսկվայում սա խղճուկ շոու է փաստորեն։ Քաղաքասարակությունը կամ ակտիվները ինչ պետք է անեն, որովհետև պետական մակարդակով է տարվում այդ քաղաքականությունը, մոռացության ուրացության, հենց այստեղ հայտարարվեց, որ եռատոն չկա այլևս։ Դե եռատոնը նրանք վերացրեցին, փաստորեն, մեզ տանելով պարտության։ Շատ դժվար է պայքարել մի մեքենայի հետ, որը ստանում է տասնյակ միլիոնավոր դոլարներ արտասահմանից, եւ տեսակ վերջերս 220 թե 250 միլիոն դոլար էլի ստացան, եւ կեսը արդեն բերել են Հայաստան։ Դժվար է պայքարել, երբ որ քո դեմ կռվում է գաղտնի բանակ, թաքնված բանակ, մի ամբողջ բանակ լրագրողների, ինֆլուենսերների, բլոգերների, որոնք շատ լավ վարձատրվում են, փաստորեն վաճառում են իրենց հայրենիքը այդ դոլարների դեմ։ Շատ դժվար է, բայց պետք է դա անել, մենք էլ ամեն մարդ չի, որ իր հայրենիքը ծախում է դոլարի համար։ Եվ նրանք զարմանում են, որ ասում են դուք ինչու Ամերիկայում ապրել եք, բայց չեք ծախել ձեր հայրենիքը։ Դե տենց մարդիկ էլ կան, բոլորը ձեր պես չեն, ուրիշ մարդիկ էլ կան։ Նրանց համար դա դժվար է հասկանալ, բայց դա նորմալ է։ Պետք է դրա հետ պայքարել, պետք է մեր ժողովրդին բացատրել, պետք է մեր ժողովրդին ուղղակի խնդրել փաստերին, նայեք փաստերին, նայեք վերջի 7 տարվա ընթացքում մեր հետ ինչ եղավ։ Նայեք դրան ու իմ կարծիքով մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, նա կհասկանա, մեզ պետք է այս կառավարությունից ազատվել, ցանկացած կոմպետենտ ուժ տարբերակով, օրինակ ընտրությունների սպասել 26 թվականին, թե հիմա իմպիչմենտի տարբերակն է առաջ քաշվում, ժամկետ է տրվել ընդդիմադիրներին այդ գործընթացը սկսելու, ոչ միայն ընդդիմադիրներին, 107 падգամավորներին բոլորին, հնարավոր կլինի այդ տարբերակով դուք Իմ կարծիքով պետք է ամեն ինչ անել, որ դա ստացվի, եւ ուրիշ ձևերով էլ փորձել դա անել։ Եթե կարելի է իմպիչմենտով անել, դա անել, ամեն ջանք պետք է գործածել, որ դա լինի, որ մենք այս խելագարությունից ազատվենք։ Եթե հնարավոր է դա փողոցով անել, պետք է եւ փողոցով անել, եւ պետք է նաեւ պատրաստ լինել ընտրությունների։ Չնայած ես համոզված եմ, որ նրանք անեն նույն բանը, ինչ որ Գյումրիում։ Այսինքն ելք սկսեն ցուցակներով մարդ բերել, մեքենաներով մարդ բերել, ստիպել նրանց, որ նրանք քվեարկեն ոնց որ պետք է, հետո լույսը անջատեն։ Ես շատ եմ ցանկանում, որ մենք ի վերջո մոմերով գնանք ընտրությունների, որ եթե լույսը էլի անջատեն, մոմերը վառենք, չկարողանանք բան գցել։ Պետք է ցանկացած ձևով ազատվել։ Ոչ թե նրա համար, որ ամբողջ քաղաքական կուսակցությունը, ասենք, անմեղսունակ է, ոչ, գուցե այնտեղ էլ նորմալ մարդիկ կան, ում սիրտը ցավում է իրենց հայրենիքի համար, բայց այս մի քանի մարդը, որոնք ղեկավարում են երկիրը, սա լուրջ չէ, սա ղեկավարություն չէ, նրանց պահելու ձևը նայեք, խոսալու ձևը նայեք, սա ուղղակի ծաղրանք է, մեզ ծաղրում է։ Իսկ համախմբան պակաս դուք չեք տեսնում նույն ընդդիմադիրների արտախորհրդարանական ուժերի մեջ է սարքում։ Գիտեք, իհարկե տեսնում եմ, բոլորս էլ տեսնում ենք, բայց ամեն անգամ երբ որ ես իրենց դրա մասին ասում եմ,
ասում են, որ հույս չկա։ Ես չգիտեմ ինչ ա եղել այնտեղ, դա իմ գործը չի, թող իրենց հարցերը պարզեն, եթե նախընտրում են առանձին գործել, թող առանձին գործեն, մենակ իրար չխանգարեն։ Մենակ մի նպատակ պետք է լինի այս մարդուց եւ իր շրջապատից ազատվել։ Դրանից հետո բերել կոմպետենտ, մեղսունակ մարդիկ։ Թող լինի Հայաստանից, թող լինի Սփյուռքից, որևէ մի տեղից մարդ, որը ունի փորձ, ունի կրթություն, որը կարող է այս երկիրը վերջապես այս վիճակից հանել։